Ողջունեմ բոլոր քույրեր եղբայրներ եւ գսեմ բարի եկածեք Տերոջը տանը մեջ Տերոջը սրահը Տերոջը ներկայությունը աննման ներկայություն մնե եւ փառք ունենք որ Տերոջը միշտ մեզ արժանի ունի որ այդ ներկայության մեջ լանք եւ օգտվենք եւ օրհնվենք այդ ներկայությունը Իդի խնդրեմ օդնգայս տերնականավոր գողս սկսենք մեր այսօր օրեշտանքը Օրհնյա մեր Հիսուս Քրիստոս ամեն Տերոջ փառք ունենք որ մեզի միայն ևս արիք տվա որ միասին հավաքվենք ներկայանանք իր փառքին մեջ իր ներկայության մեջ բոլորս ալ մեզի հետ անցած չափ տվա նեղությունները հոգերը դժվարությունները շալգած եկած են այսօր Տերոջի առջև որովհետև Տերը հոգացող Տեր է Տերը մեր հոգերը գրող վերցնող Տեր է եւ ինքը գսե Ինչպես Պետրոս Արաքյալը գսե, ձեր ամեն հոգը անոր վրա ցկեցեք, վասնզի անիգա ցեզի համար գհոգա։ Եկեք այսօր Տերոջը փառք տանք, փառաբանենք, օրհնենք, որովհետև ինքը մեր հոգերը վերցնող եւ մեզի համար հոգացող է։ Ամեն։ Երկենք եւ ասենք Հիսուս Քրիստոսը իմ Աստվածն է, որ հոգ կտա ինձ համար։ Ամեն։ Իմ Աստվածն է, որ հոգ կտանի ինձ համար
Փառք որ ինքն է միշտ մեզի հոգացողը եւ մեր հոգերը դառնում։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Քեզ պիտի բարձրացնեմ, ով իմ Աստվածս, որ թագավոր ես, եւ քո անունը Դավիթյանս Հավիդենից պիտի օրհնեմ։ Ամեն օր քեզ պիտի կովեմ, քանի որ արժանի ես Տեր, արժանի ես ամեն փառքի, փառաբանության եւ պաշտամունքի, արժանի ես երկրպագության, արժանի ես, որ ամեն ձունկ ձերի եւ ամեն լեզու տավանի, որդուն ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին, այս բաղվան մեջ գաղաղագենք, այս բաղվան մեջ գմեծարենք, այս բաղվան մեջ գպաշտենք, քու ամենակարող զորությունը, քու սուրբ ներկայությունը, քու լույսդ եւ քու բրգությունը, քու հույսդ եւ քու սերը, քու քթությունը եւ ողորմությունը, օրհնյալ Աստված, այս բաղվան մեջ գխոնարին եւ քու ոտքերուդ առջև գուքան եւ գսենք ով Տեր, օրհնյալ ես, ով Տեր, փառավորյալ ես, աննման ես, ով Տեր, հավատարիմ Աստվածն ես Տեր, թեև բարակաները փոխվեցան, թեև մարդիկ փոխվեցան, բայց դու նույնը մնացիր այլ Տեր, երեք այսօր եւ ավիթյան, դու քո հավատարմությամբ կփորձեցիր եւ կփորձես, դու քո հավատարմությամբ սիրեցիր եւ կսիրես, դու քո հավատարմությամբ մեզ փրկեցիր եւ կփրկես, օրհնյալ ես Տեր, փառավորյալ ես, այո Տեր շնորհակալ ենք այս բաղվան մեջ որպես անձ, որպես ընտանիք, որպես խումբ, որպես եկեղեցի քո առջևը կգենանք եւ կսենք օրհնյալ ըլլա քո անունը, դու որ աղոթքներ լսող եւ պատասխանող Աստված ես, դու որ կենթանի եւ ճշմարիտ Աստված ես, դու որ ով Տեր ագանչը չէ ծանրացած մեզ լսել են, դու որ ով Տեր ցերկը չէ կարծած փորձել են, այո Տեր շնորհակալություն կհայտնենք քեզի եւ մեր շնորհակալության զոհեր կբերենք այս բաղվան մեջ, դու որ ով Տեր անոն խունգի ծուխի նման, որպես ընդունելի բادرակ քո առջևդ ընդունելի ըլլա եւ քո անունդ բարձրանա եւ քո անունդ փառավորվի եւ թող բրգության փաշակը արած քո անունը դորտնենք Տեր, քո անունը փառավորենք Տեր եւ մեր բոլոր բարականերում մեջ միան քեզի մեծարող եւ փառավորող ժողովուրդ եւ եկեղեցի եւ ընտանիք ըլլան Տեր Հիսուսի անունով խնդրեցի եւ գավադամ որ լսեցիր եւ պատասխանեցիր ամեն եւ միշտ ամեն ամեն Սամոս 2 գսե արդարները գաղաղագեն ու Տերը գլսե ու իրենց բոլոր նեղություններեն գփրկեզանք Փառք ու տանք Տերոջ որ բոլոր մեր նեղություններն ինքը պատրաստ է մեզի փրկելու Միան կմնա մեզ մե այդ թուրը թակել Միան կմնա մեզ մե իր մե խնդրել այդ օգնությունը եւ Տերոջը բավանությունը Շարունակենք, երգենք, փառք տանք, շնորհակալություն հայտնենք Տերոջ իր մեծամեծ գործերուն համար, շնորհակալություն հայտնենք, որ ինքն է մեզի փրկողը մեր նեղություններն Sorry, you know, we can't
Մեզ համար քարոն հրաշալի, հոդավետ ծաղիկներով լցված։ Ամեն։ Մի դխրիր, մի դշտոր, մի դուներան, որ անդիվել ես դժվարության, որ խաղար կարնանս ասել ես շատ երկար, Իսուսով կստանաս ապայան, մեզ համար կարուն հրաշալի, հոդավետ ծաղիկներով լցված, ուղղարկում է Աստված կարունի անային, ողբոտայի խաչով ըստ Որդիր ենիկաս ատյանը նվի, ծարայության արարի ճասում, Մայից էության օրերում նույնպես նավի, Աստուծը ոչվոտ է հոտնարում, մեզ համար կարուն հրաշալի, հոդավետ ծաղիկներով լցված, ուղղարկում է Աստված կարունի անային, ողբոտայի խաչով ստեղծված, մենք ցնտում ենք, որ կյանքի դառնան արևը, Հայրի մեր ծարաված սրտերում, և Աստծո հոգուհրաշալի բնուները, Սուրբ կարգան հետ հաջենք վերահորում, մեզ համար կարուն հրաշալի, հոդավետ ծաղիկներով լցված, ուղղարկում է Աստված կարունի անային, ողբոտայի խաչով ստեղծված, մեզ օգնիր, որ լինենք մեզ միշտ հավատային, Սուրբ կյանքային մեր երկրի վրա, որ մեղքը շահատվի նույնիսկ մեր տեղային, և կարգան մեր շարժենք հավիյան, մեզ համար կարուն հրաշալի, հոդավետ ծաղիկներով լցված, ուղղարկում է Աստված կարունի անային, ողբոտայի խաչով ստեղծված, մեզ համար կարուն հրաշալի, հոդավետ ծաղիկներով լցված, ուղղարկում է Աստված կարունի անային, ողբոտայի խաչով ստեղծված, ողբոտայի խաչով ստեղծված, ողբոտայի խաչով ստեղծված։ Այս երթը գսեր նեղությանս ձանր բահին, խավարն անգամ երբ ինձ պատի, ցերքերս վեր թեփ քեզ բարձած, նորից փառքդ երկեմ պիտի։ Ինչքան ալ դժվար վիճակներու, դժվար բայերու մեջ լանք, նորեն գսեմ Տերն է մեզի օգացողը, Տերն է մեզի բրբողը։ Իրյակել է որ կեմանքի քովի դետան։ Oh,
Արդարության ջերմագը հակած այդ ընտրիկ են բացակաչում։ Իսուս արժանի է Տեր։ Ամեն, բոլորս իր շնորհքով արժանի ենք։ Հալելույա։ Մեր վերջին երկով մեր հոգիները պատրաստենք։ Եվ ինչպես ասենք, մեր դժվարությունները, մեր նեղությունները, այս շաբաթ ինչ դժվարություններով որ անցանք եւ այդ դժվարությունները մեր հետ բերենք, Տերոջը ոտքերուն արջերը տնենք։ Եվ ասենք դժվար բահին դու հույսնեսին, դու հույսնեսին, դու դերնեսին։ Ամեն։ Դեր դու ինձ հետ ես ամենում, Հիսուս երբեք դու չես փոխում, դու նույնն ես Տեր և երեկ և այսօր և հավիտյան, խոստումների մեջ եմ կանգնած, ձեռքերիդ մեջ եմ ապակած, իմ ամուժան, ով մեծ Աստված, պաշտում է քեզ։ Դժվար պահին դու հույսնեսին, գիտեմ կանգնած ես դու իմ կողքին, հավատարիմ ես դու Տեր, մինչև վերջ։ Երբ ոտորի կես շուրջերին, հավանեն ես դու իմ սրտին, իմ հողին ես որ վստահում է ես, երբ գիշեր, դու իմ կողքին ես միշտ իրեն, երբ դու ինձ հետ ես ամենում, Հիսուս երբեք դու չես փոխում, դու նույնն ես Տեր և երեկ և այսօր և հավիտյան, խոստումներիդ մեջ եմ կանգնած, ձեռքերիդ մեջ եմ ապակած, իմ ամուժան, ով մեծ Աստված, պաշտում է քեզ։ Վստահ գիտեմ, երբ աղոթեմ, պատասխանը միակար է, քո լույսի մեջ ապրեմ հավիտյան։ Երբ որ վերջերն իմ հոգում, քո մեծ սերն է ինձ ամոթում, քո այսօր և հավեր, քո մեծ սերն զգա, և ձերք և գիշեր, դու իմ կողքին ես միշտ իրեն, երբ դու ինձ հետ ես ամենում, Հիսուս երբեք դու չես փոխում, դու նույնն ես Տեր և երեկ և այսօր և հավիտյան, խոստումներիդ մեջ եմ կանգնած, ձեռքերիդ մեջ եմ ապակած, իմ ամուժան, ով մեծ Աստված, պաշտում է քեզ։ Իմ ամուժան, ով մեծ Աստված, պաշտում է քեզ։ Իմ ամուժան, ով մեծ Աստված, պաշտում է քեզ։ Այո Տեր, կպաշտենք քեզի, մեր հայրը, մեր սուրբ Տերը, մեր Աստվածը,
Ալֆան եւ Օմեգան, առաջինը եւ վերջինը։ Կբաշխենք, գործենք, կմեծարենք քեզի Տեր։ Եվ գսենք ով Տեր, վստահ գիտենք եւ կաղոթենք պատասխանը քեզ մեր պիտի առնենք ով Տեր։ Արջևդ կանգնած ենք ով Տեր, մեր սրտերը բացած։ Եկած ենք արջևդ մեր նեղություններով, մեր հոգերով, մեր դժվարություններով ով Տեր։ Եկած ենք որպեսզի անուն քու սերուտ վրա տնենք ով Տեր։ Դու կսես եկեք ինձ բոլոր օգնածես բեռնավորվածներ եւ ես ցեզ պիտի հանգչեցնեմ։ Մենք եկած ենք այսօր հանգչելու ով Տեր։ Եկած ենք հանգստանալու այս աշխարհին դված բերեր են, այս աշխարհին դված դժվարություններ են, հոգեր են։ Եկած ենք այդ մեկը քու սերուտ վրա տնելու եւ թեթևացած այս վայրեն դուրս գալու։ Ադորամար կխնդրենք Տեր, եկուր եւ մեր բերերը թեթևցուր։ Եկուր եւ այդ խոսքով որպեսզի պիտի հասնի ով Տեր այսօր մեր հոգիներուն, մեր մարմիններուն վրա եղած բերը թեթևցնե ով Տեր։ Եկուր եւ օրնե քու զավակը ով Հայր, որ քու մաքուր, չինչ եւ սուրբ խոսքդ մեզի պիտի փոխանցի ով Տեր։ Իրեն լեզու բերաների, իրեն աչք կողմը դամքնիր ով Տեր։ Որպեսզի քու խոսքդ, խորհուրդներդ եւ գամքդ մեզի փոխանցի ով Տեր։ Եվ այդ մեկը լսելով մեր հոգիները, մեր սրտերը, մեր մարմինները, մեր մտքերը այդ հոգերեն եւ դժվարություններեն բարբվին եւ թեթևանան ով Տեր։ Եվ նորոգված, այլակերպված, փոխված ով Տեր, թեթև հագուստներով ով Տեր, այս վայրեն դուրս գանք, սրբացած, քեզի նմանած ով Տեր։ Շնորհակալ ենք ով Տեր, որ այս ամենը ներու կարողությունը միայն դու ունես ով Տեր։ Ուրիշ ոչ մեկին չենք կրնար խնդրել այս մեկը բացի քեզ մեր ով Տեր։ Եկուր եւ քու խոսքիդ միջոցով մեզ ամեն մեկուն հբիր ով Տեր։ Սուրբ հոգիով մեզ ամեն մեկուն մտքին եւ հոգին հբիր ով Տեր։ Եվ մեզի փոխած եւ նորոգած այս վայրեն դուրս անի։ Այս ամենը Հիսուս Քրիստոսի սուրբ եւ պատվական անունով խնդրեմ։ Ամեն եւ միշտ։ Բարքը եւ բարիքը մեր Տերոջ պահն է, որ Տերոջը խոսքը լսենք եղբայր Նազոյի միջոցով, հրամեցեք եղբայր Նազոյ։ Փառք գողություն Աստծո։ Մեր անգետ ու խորին շնորհակալություն ներգերտա մեր երկավոր հոր։ Հալելույա։ Այս սկանչելի ներկայության համար։ Ամեն։ Գիտեք, մենք կհավատանք, որ երբ Տերը գսե երկու կամ երեք հոգի իմանումովս երբ կհավաքին, ես անոնց մեջ ներկայ եմ։ Մենք հիմա կհավատանք, որ Տերը մեր մեջ ներկայ է։ Հալելույա։ Եկած ես որպես մեզ օրհնես։ Ամեն։ Եկած ես որպեսի մեզ փոխես, եկած ես որպեսի մեզ լեցնես ներկայությունով։ Եվ նաև եկած ես որ փարապանվիս մեր միջոցով։ Ու ստեղծագործության ու ցերկերոտ գործելու միջոցով փարապանվիս, փարապանվիս, որ արժանես։ Ասպետ եղբայր մեծապես ուրախ ենք այս ծառայության համար, քիչ առաջ աղու եղբոր գսեի, որքան արդյոք
Վասկեն եղբայր եւ Մարիա գույնը հրճված են, ուրախ են իրենց զավակներով եւ նաեւ այս բարակային ասպետին այս ծառայությունով։ Գիտեք, ընտանիքի ծնողքի ուրախությունը, հավատացյալ ծնողքի ուրախությունը այն է, որ երբ կտեսնի իր զավակները կշարունակեն այս սկանջելի ծառայությունը, դեռ օրհն է եղբայրքից։ Դեռ օրհն է եւ առաջնորդ է եւ ընտանիոք եւ եղբորդ ընտանիքին եւ ծնողքի միջոցով միասնաբար փառավորեք եւ որ հայրը շարունակի այս ընթացքը։ Նաեւ շնորհակալ եմ Ռուշիկ շնորհավոր գնահատես կպարապանես Վարդիկույր, Անիկույր, Զեփիրկույր, Թալար եւ Հալա գույրերը որոնք գծարային եւ ամեն անոնք որոնք այս թեմին վրա գծարային Աստված փառավորվի ձեր կյանքով։ Ամեն։ Շնորհակալ եմ վարչական անդամներուն, Վարդան եղբոր, Ավո եղբոր, Սվին եղբոր, իրենց սկանջերի այս ծառայության համար, որ կբերեն մեր սիրասուն ասկի զավակներուն, որոնց մեր յուրաքանչյուրը ունենք։ Աստված այս խումբը աճեցնե, մեծնե, զորացնե եւ Հայաստանի մեջ լույս եւ աղը։ Վգան է, որովհետեւ շատեր դարձիկան Բիդի խնդրեմ, որ ծեր ամենօրյա աղոտներում մեջ հիշեք վարչական գազմերը, լա եղբայրներու, լա քույրերու, լա պատասխանատուները այս եղբայրակցության, բադանյացի, գիրակնորյայի, երիտասարդացի եւ բոլոր վարչական պատասխանատու գազմերը, քույրերու, բոլորը հիշեք, որովհետեւ անոնք գեցած են այնտեղը, որ գրնա չարը իր նեդերը արձակել եւ որովհետեւ անոնք գենան, որովհետեւ անոնք ծառայությունը այսպես քիչմը գարած ծևով կալեցնեն, բայց մենք գիտենք, որ մեր դերը հաղթող դեր է, մեր դերը զորավոր դեր է եւ մեր դերը կբահե եւ կպաշտպանե։ Հետևաբար այս պատասխանատու եղբայրները եւ քույրերը միշտ ծեր աղոտներուն գարիկը ունին։ Պիտի խնդրեմ, որ շարունակեք։ Դեր օրհնե ծեր խմբակը, այս ներկայությունը եւ նաեւ ինչու՞ չէ բացակաները եւ նաեւ ամեն անոնք որոնք կմիանան մեզի Facebook-ի միջոցով, ողջունենք իրենց եւ կբարևենք եւ դերը արադապես օրհնե ծեր եղած դերերը։ Աստծո խոսքեն այսօր պիտի գարտանք դերոջ շնորհքով Ղուգասու 8-րդ գլխուն 4-րդ համարեն 8-րդ համարներ, 4 համարներ։ Անունհոր Եվրոպայի հոգին սփո ամեն։ Եվ մեծ բազմություն ժողվեցավ եւ շատ քաղաքները իրեն եկան արակը սավանոնց։ Սերմ ցանոմ ելավ իր սերմը ցանելու։ Ցանածադենը մեքանիներ ջամփուն կողինգան ու ոտքի դակ գողկրդվեցան ու երկնքի թրջունները գերան զանում։ Ուրիշներ աբարաժի վրա ինգան ու անոնք չորցան փողին հյութ ունենալուն համար։ Եվ ուրիշներ փուշերու մեջ ինգան ու փուշերը անոնց հետ փուսնելով խեղտեցին զանում։ Եվ ուրիշներ աղեկ փողի մեջ ինգան ու փուսնելով հարյուրաբադիկ բդուղդվին եւ այս բաները գսեր գարագեր ամբոր լսելու ագանջ ունի թող լսել։ Քիչ երկար շուտ շարունակենք բավական դերեր ուսումնասիրելով եւ գարտալով։ Դերը օրհնություն ուներ խոսքը մեզ յուրաքանչյուրիս։ Ամեն։ Այսօրվա Աստծո շնորհքով մեր նյութը բիդելա անիմաստ է մարդուն կյանքը առանց Աստծո խոսքի։ Փուջը բարավ է մարդուն կյանքը առանց Աստծո կենտանի խոսքի։ Հետևաբար գտեսնենք այս հատվածի մեջ, որ սատանան գսե ուկա եւ սկիզբը, ուկա եւ ադիգա այդ խոսքը գվերցնե մարդուն կյանքի մեջ։ Սատանան ունի սիրելի եղբայրներ եւ քույրեր 3 ծրագիրներ մարդկային կյանքի մեջ։ Եթե Աստված ունի մեծ ծրագիրը եւ մեկ ծրագիրը, որ մարդը բրգվի, ապաշխարե, իրեն հնազանդի, իրեն համար ապրի, բայց նաև այնտեղ դիմացը սատանան ունի 3 ծրագիրներ։ 3 վիճակներ, որոնց արգելք կհանդիսանա, որ մարդը Աստուծո մոտենա։ Առաջինը, որ գսե, ինչպես որ գարտացինք,
ուրեմն սեմ ցանոմ ելա եւ սեմ ցանելու ցանված ադենը մեկ քանիներ ջապուն կովինգան ոդկի դակ կողքրդվեցան ու երկնքի թրջունները գերան զանում հոս կտեսնենք անոր բացատրությունը 11-րդ համարի մեջ արտարեգին իմաստը այս է սերմ աստուծո խոսքն է մեզ յուրաքանչյուրիս համար հստակ է ջամփուն կովինները անոնք են որ գլսեն ու երբ կսադարան գուկա անոնց սրդեն գհանե խոսքը որովհետեւ չլատ է հավատան ու բերգին ընդհանուր սադանային ծրագիրը մեզ յուրաքանչյուրիս համար կամ մարդ արարածին համար ընդհանրապես այս է սիրելի եղբայրներ եւ քույրեր որ չլատ է մարդը ավաշխար է չլատ է մարդը դերը ընդունի հետևաբար զանազան արկետներ կհնարե եւ մարդ արարած հիմա ես կհավատամ եւ կգործեմ որ աշխարհի մեջ չկա անհատ որ աստծո խոսքը չլսեց հետևաբար այսօրվա այս Facebook-ի կամ ասենք ինտերնետի ասենք այս տարածումով կհավատանք որ Աստված իր ամենաձայրակույն գործը գնե եւ ամեն ականջ գլսե աստուծո փերած բրգությունը խոսքը կդարածվի այսինքն իր զավակներու միջոցով բայց եւ այնպես կտեսնենք որ մարդիկ կան որ գլսեն ու գարձես թե բարձ դուր մլսած է բարձ բան մլսած է եւ այդպես գանհեդանան ու երթան երկրորդ արկելքը որ սադանան գտնե աբարաժի վրայինները անոնք են որ երբ կլսեն ուրախությամբ կընդունին խոսքը բայց արմատ չունին ադեմը կհավատան ու փորձության ժամանակ կհերանան այսօրվա երկերը հետաքրքրական է կգետրոնանալ նեղություններու փորձություններու դժվարություններու վրա ավելի մեծ բանով հետևաբար սադանան գաշխանի ամեն անոնք որոնք ամեն չեն կտակ բայց գաշխանի ամեն անոնք որոնք հույս կա որ գնան ընդունել Քրիստոսը, հույս կա որ գնան ընդունել խոսքը, հատկապես խոսքին ուզեն հնասանտին, նաև ուզե հուկա եւ արկելքներ գտնե եւ նեղություններ ուդա, դժվարություններ ուդա։ Եվ որովհետեւ անհատը Աստծո խոսքեն հերույ է, որովհետեւ Աստծո խոսքը լավ է չէ սերված, չգիտեր, հետևաբար այդ նեղությունները եւ դժվարությունները արկեք կանցնան եւ սադանա հանգիստ չնստի մտքի մեջ կսեն նայր տուն ուզես Աստծո հավատալ ուզես հավատքի կյանք ապրի բայց նայր այս դժվարությունները ասիկա պետք է լավ կյանքի մեջ կսկսի ագանչի մեջ կսկսա հետևաբար այդ դժվարությունները եւ նեղությունները գրնան արկել կանցնալ որովհետեւ անհատը չշարունակի Աստծո խոսքը լսելու անհատը չլսե Աստծո խոսքը եւ չշարունակի իր հավատքի կյանքը որովհետեւ չհասնի բրգության իսկ երրորդ բաժինը անե որ երրորդ ծրագիրը բանին սադանային փուշերու մեջ ինգազները անոնք են որ գլսեն բայց հոգերով ու հարստությունով եւ այս կյանքի ցանկություններով ըսվաղած ըլլալով կխեղդվին ամբողջ գլան ուրեմն ոսից կնանք եզրակացնել որ գնա նաև սադանան հաջողություն տալ, գնա նաև սադանան տրամփ տալ, գնա նաև սադանան մեզ հարստացնել եւ ըսպաղեցնել։ Գիտեք, երբ մենք կսկսենք լավ աշխատանքի լավ տրամփ շահելու, լավ կրբաններ լեցվելու, հետեւաբար այդ մեկը մեզի գնա դառնալ փորձություն։ Այդ մեկը գնա դառնալ մեզի Քրիստոսը հերու բահելու, Աստծո խոսքեն հերու բահելու։ Ես կհավատամ որ Facebook-ին դիտողները այս բանուն բոլորը չէ որ Աստծո խոսքը ընդունած են, շատեր պիտի լսեն այս խոսքը, շատեր պիտի անդրադառնան։ Իմ աղոթքս ու մաղթանքս այն է սիրելի հետևորդներ, որ Աստծո խոսքը ամեն օր փանակ եւ սերտ է։ Աստծո խոսքը ամեն օր բարակ եւ գարտակ, որովհետեւ սադանային ծրագիրն է 100 որ Աստվածաշունչ մատյանը չբռնեք։ Աստվածաշունչ մատյան Աստծո խոսքը չգարտակ։ Աստծո խոսքեն հերու լակ, որովհետեւ իրեն հետ գործվի։ Թողները բահե պահպանեցես։ Խնամե շնորհքն է որովհետեւ Աստծո խոսքը
ամեն օր գարտանք, ամեն օր սերդենք, որպեսզի հասնենք իր ծրագիրները ոտնագողելու սատանային եւ գանանք հավիտենական կյանք ունենալ։ Հետևաբար կյանքի սպանունքները, հարստությունը, ուրախությունը, խնջույքները, սեղանները, հյուրասիրությունները, հյուրընկալությունները, մրցակցությունները, որ ասինչին հետ պիտի երթամ տեսնվիմ, անինչին հետ պիտի երթամ տեսնիմ, սպաղված եմ, գործերը շատ եմ, ասինչ մեծավորին հետ պիտի տեսնվիմ, ասինչ անձնավորության հետ պիտի տեսնվիմ, կյանքի սպանունքներով, հակվելով, շկվելով եւ երթալու, որպեսզի ժամանակ անցնենք իրար հետ, խոսենք ժամանակավոր բաներ, դերս տրանշահին ադոր ետևեն, դերս հարստանանք ադոր ետևեն, ուրեմն սատանան ամեն գերբ կգործած է մեր կյանքի մեջ, աշխարհային բոլոր գերբերը, որպեսզի Աստուծո խոսքին, Աստծո խոսքը չգարտանք եւ չիմանանք ճշմարտությունը եւ հեղուլանք։ Գիտեք, այս կյանքի մեջ ամեն մեկ անհատ, որ 8 միլիարդ մոտավորապես, եթե ավելի չեմ գիտեր, աշխարհի մեջ, ամեն մեկը ծրագրած է իրեն համար ջամփամը։ Դրած իրեն համար ջամփամը։ Ջամփագը գսե Աստծո խոսքը, որ մարդուն աչքի շիրակ երևի, բայց անոր վախճանը կորուստես։ Հետևաբար Հիսուս անտին ինչ գսե, ես եմ ջամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Անոր ինձ ուկա բնավ, երբեք չի գնար։ Եթե ինքն վերցնեմ, եթե որ մեկ ժամանակ դժվարության եմ երության մեջ ընկա, ես իրեն հետ եմ, որտեղ ես եմ ջամփան։ Ամեն։ Հիմա ընդհանրապես մարդիկ իրենց համար ջամփաներ գծած են, ծրագիրներ գծած են։ Ես մարդիկ կճաշտամ, որ իրենց համար դասնապանյա պատվիրաններ գրած են։ Երբ խոսես Աստծո դասնապանյայի մասին, ինքը խոսի իր դասնապանյայի մասին։ Հանդիպած եմ այդպիսի մարդոց։ Հետևաբար մարդիկը 5 օրենքներ դրած են, մարդիկա 4 օրենքներ դրած են, մարդիկա 18 օրենքներ դրած են։ Գաշխադին, գապկել, գաշխադին նմանին Աստծո տված դասնապանյային, կամ Աստծո խոսքին, բայց աշխարհային բաներով, որոնց երբ մտիկ կդես այդ բաները, կտեսնես, որ ժամանակավոր եւ աշխարհիկ օրենքներ են եւ կանոններ են։ Դրանց մեջ լավ ճիշտ բաներ գրնալը լավ, փորձառության վրա հիմնված բաներ գրնալը լավ, բայց առանց նաեւ կտեսնես, որ ժամանակավոր բաներ, հավիտենական կյանքի հետ կապ չունի։ Հետևաբար Աստծո խոսքը մեզի ներկա կյանքի եւ ապագա կյանքի խոստումներ ունի։ Աստված իր խոսքը իր մեջ բարձր եւ Հովանու մեկի մեջ ինչ կսե, սկիզբել էր բանը, ու բանը Աստված է, ինչ-որ գիշեր մեկ հատ բանանք կարտան, հան Աստծո որպես սխալ չկարտանք, պետք է մեկ հատ բանանք և ուղղակի Աստծո խոսքեն կարտանք, ավելի ճիշտ կլագարձեմ, գներես է քիքետ բավական բաներ դինագոր, ողջե վերջը գավակեմ, ուրեմն, սկիզբել էր բանը, ու բանը Աստծո կով էր, և բանը Աստված էր, անիկա սկիզբել Աստուծոքով էր, ամեն բան անով եղավ և առանց անով, բանը չեղավ, ինչ որ եղավ։ Ուրեմն բանը ինչն է, խոսքը։ Խոսքը ինչն է, Հիսուսն է։ Աստված ինչպես խոսեցավ մեզ, և իր խոսքը ինչպես տվավ Հիսուսի միջոցով։ Ուրեմն խոսքը Հիսուսն է, Հիսուսն ան խոսքն է։ Հետևաբար անիկա սկիզբել էր, և այդ խոսքը Աստված ինքն էր, և երորդությունը ինքն էր, բոլորը միասին։ Հետևաբար խոսքը, սուրբ երորդությունը, Հիսուս, Աստված, բոլորը մեկ էր։ Այս բոլորը մեզի ինչ կուտան, հավիտենական կյանք։ Այս բոլորը մեզի սատանայի ծրագիրներն դուրս կհանեն։ Եվ սատանան հոն կգատվի։ Սատանան հոն շատ։ Հետևաբար, գսե որ այս անցին, այս երորդ անցին, երորդ տեսակի անցին, գսե որ ես իրեն աշխարհի ուրախությունը հաճույքը դրամ, ամեն տեսակ բաները դամ, որպեսզի գոնե արդյունք չի դա, հիմա քիչ հետ պիտի անդրադառնամ, գոնե բդուկ չդա, գոնե ինձ ինչ, ես գապ չունիմ, ես կերտամ Աստծո խոսքը կլսեմ, ուկամ, ես իմ կյանքիս կնայեմ, իմ շուգաներս կնեմ, իմ չեմ դեր ծառայությունս, ինչ որ պետք է գնեմ, եթե պետք է լադելնոն բանը լա գվգայեմ, հարց չգա, կխոսիմ Աստծո խոսքը, բայց ուրիշ ատկե ավելի ինձ մի։ Աստծո ծրագիրը ասինա չեմ ներկա։ Աստծո գանքը ասինա չեմ ներկա։ Աստծո խոսքը ասկե ավելի բարձր է, ասկե ավելի մեծ է, ասկե ավելի հսկա է և հավիտենական է։ Հիմա
Գրգին անգամ կանք մեր հիմնական խոսքին, որ տեսնենք թե 4-րդ բաժինը իսկ արեք հողի մեջ ծամվածը անոնք են, որ բարի և հոժար սրտով լսելով խոսքը գնդունին և համբերությունով բդուղտան։ Սատանային մեծ ծրագիրներն մեկը տայը չգրծա հաղթել, դարձի եկավ, գրծավ անձնիլ այդ բանը, ապաշխարեց։ Լավ, հիմա ինչ պետք է երեմ իրեն, էլավ հաճողություններ ալդվի, հարստություն ալդվի, տրամ ալդվի, ինչ ալդվի, որեն չէ վաղաց մարդը, ասկույր ասել, բայլը, պապակ ունի սրկության կյանքի, գաշխանի որ, գծարարի որ և այլն, գիտես, անտին հավատացյալը այդ բոլոր 3 ծրագիրները հասցած է, քիծած է, մեկում դրած է և կսե ես բդող պիտի դամ, ես արդյունք պիտի դամ, ես խոսքը պիտի գարտամ, պիտի ընդունիմ, պիտի ապաշխարեմ, հոգևոր կյանքի մեջ պիտի աճիմ, պիտի մեծնամ, պիտի կանեմ դերոջս հետ, ցերկը բռնելով, իմ ցերկս ինքը բռնելով, և ես բդող պիտի դամ։ Ամեն։ Աստուծո պապակը այս է սիրելի եղբայրներ և քույրեր, որ մենք մեր հոգևոր կյանքի մեջ արդյունք և բդող տանք։ Ոչ թե միան մենք մեր անձերը բրգենք, հավանայ մեզի հետ որքան դրնանք մարդիկ հավիդենական կյանքի տանի։ Աստծո շնորհով։ Ոչ թե մենք, հավանայ զորեղ խոսքը, որ մեր մեջ պիտի բնակի։ Ես ձեր մեջ պիտի բնակի, և դուք իմ մեջս պիտի բնակի։ Դուք իմ վրա սաստատված պիտի լաք։ Եվ բդուղ պիտի լաք միասնապար, գիտեք մեծ բադիվ է։ Այսպես և կմտածեմ այս տուտին շուրջ, որով դեր տուն ամեն բան գրնասն են մինագդ։ Տուն առանցի մեզ մեկ չունիս, տուն ամեն բան գրնասն են ով դեր։ Լավ, մեզ ով եմ, մենք ով ենք, որ գուզես մեզ հետ գործագից լավ։ Ասալ աստուծո, կախտիկները մեկն է, սիրու արդայդությունն է։ Գիտեք ինչ, մեկը օրինակ տամ, մեկը ֆաբրիկ մը կպանա մեծ, տրամակրուղ կտն է, գաշխատի որ, գշահի որ, շադավ որ, մեկ անանգարս կեքեզ ասպես կնե, եգուր կսը։ Տուն միան եգուր այս ֆաբրիկի մեջ աշխատիր, և ես արգես կպաշնի միշահը։ Գարելի է, մեր աստուծոքով գարելի է։ Մեր աստուծոքով գարելի է։ Կսե եգուր, ես կրնամ էր այդ բոլորը, բայց ես կեզի գործագից ընդրեցի։ Խոսքը մեզ կպատրաստ է եղբայրներ և քույրեր, մեզի աստուծո հետ գործընկերներ ունելու։ Անցյալ նյութի մեջ ես նորեն ուզեմ իշեցնեմ քույրեր ժողովի մեջ, որպեսի մեզի շատ վարձատրի եղնքի մեջ, այնքան գսիր աստված մեզ, այնքան գսիր, աստծո անհուն սերն է ասիրը։ Հետևաբար, եթե մինչև այսօր հոգևոր կյանքի մեջ բդուղ չես դար, մտածի այս նյութի շուրջ, ով դեր սեր է, իմ բարգևս, իմ շնորհքս ինձ է ասացուր։ Ինձ օգնե որպեսի քո խոսքեդ ճշմարտություններ ստորում, զորանամ և հասկնամ իմ բարգևս, իմ շնորհքս և որպեսի քո դաշտի մեջ ես սպասավորը լամ, ծարալ լամ, գործընկեր լամ, արդյունք բերեմ, բդուղ բերեմ, օրհնություն լամ։ Սիրելիներ, անհատական մեր կյանքի մեջ լավ հավատացյալներ և ոչ հավատացյալներ, ընդհանրապես ոչ հավատացյալներ ուրախություն կունենան, չէ՞։ Մեր ամբողջ դանչանքը, չանքը, աշխատանքը, մտածումը, խորհուրդը մարդ արարած ինքնին, կացեք ամենաանհավատ մարդուն հարցուց է, ինչու կկողնա, ինչու կսպարն է, որպես ուրախ լա։ Նաև հավատացյալն ալ կփնտրե ուրախություն, չէ՞։ Որովհետև այս ուրախությունը դերոջը շնորհն է, որ մարդուն մեջն է,
Եվ մարդը բարավի չէ որ ուրախություն կփնտրի, որովհետև հավիտենական կյանքի մեջ միան ուրախություն կա։ Անորմալ, որովհետև Աստծո պատկերով ստեղծված ենք, ադիգա մեր մեջ փափակ է, որ մենք ուրախություն ընտրենք, մենք ուրախ լինենք այս կյանքի մեջ եւ հավիտենական կյանքի մեջ ինչու՞ չէ։ Հետևաբար Երեմիա 15-16-ի մեջ ասել քո խոսքը իմ սրտից ուրախություն եղավ։ Աստծո խոսքը մեր սրտերում է ճշմարիտ ուրախություն ունի։ Մանցնի գայլս։ Եվ դու ուրախություն կփնտրես, ով անհավատ կգտնես միան Աստծո խոսքի մեջ։ Եվ ես եւ դու ուրախություն կփնտրենք միան Աստծո խոսքի մեջ։ Միան Աստծո խոսքն է որ մեզի ճշմարիտ ուրախություն կտա սիրելի եղբայրս։ Հետևաբար եթե գուզես ուրախ լինել, Աստծո խոսքը շատ կարդա։ Աստծո խոսքը շատ կարդա։ Շատ սերտեմ։ Գիտեք, առանց Աստծո խոսքին սերդողության չի կրնար հավատացյալը աճի։ Չի կրնար հավատացյալը մեծնալ։ Չեն կրնար միան գիրագի օր Աստծո խոսքին առջև գալ եւ Աստծո խոսքը լսել եւ դուն երթալ եւ ես սովորական կյանք ապրել։ Մենք ամեն օր պետք է Աստծո խոսքը կարդանք, ոչ թե միան կարդանք։ Սերդենք։ Ոչ թե միան սերդենք։ Աշխատենք հասկանալ, իմանալ եւ գադարել անիկա մեր կյանքի մեջ, որովհետեւ Աստծո կամքին համաձայնվել։ Առանց Աստծո խոսքը գար, օրեր գած, շաբաթներ գած եւ մի մալ կյանքից մեջ, բոլորիս կյանքի մեջ, խոստովանի բանաշուն ճշմարտություն այս է։ Հարկերին ամեն անում, որով ամեն օր Աստծո ժամանակ կդրամատրեն, Աստծո խոսքը կգարտան, կսերնեն, կհասկանան եւ կգադարեն։ Բայց մեծ ամասությունը հավատացյալներուն, հավատացյալներուն մեծ ամասությունը աշխարհի մեջ։ Ընդհանրապես Աստծո խոսքը չեն գարտարան։ Ընդհանրապես միան լսելով, միան այդպես եթե հանդիպի օտոյով որ գործի երթագորի որ կբան Աստծո խոսքը կգարտան որ կամ կկարոզեն այդպես կլսեն։ Բայց Աստծո ուզած այս չէ միանես սիրելի եղբայրներ։ Ամեն օր Աստծո խոսքը սերդեր, ամեն օր Աստծո խոսքին ժամանակ տալ, ամեն բանի շատ ժամանակ կուտանք եղբայրներ եղբայրներ։ Մեր կյանքը պիտի անցնի օրվա, պիտի վերջանա օրվա։ Աստծո խոսքին դիմաց մենք ամեն օր թեման պետք է գտնենք։ Աստծո խոսքը մեր իրականությունն է։ Մեր ինչ ըլլալը է։ Աստծո խոսքը հայելի է։ Մենք ինչ ենք Աստծո խոսքը մեզ կսրտուն ասպես է։ Ունենք ես։ Եվ շնորհակալ ենք Աստծուն, մեզի գարտընծել որովհետեւ մենք փոխվենք, որովհետեւ մենք աճենք, որովհետեւ մենք մեզնանք։ Լավ եթե չգարտանք, ով իդեսե մեզի։ Գիտեք ինչ կլա, ուքա մենք ասել որ դու գարտատարնամ, որ ոքից մսուտ կխոսես, որ աստեն կնայես։ Աստված կստիպի մարդոց միջոցով մեզի խոսի։ Գիտեք։ Բայց ցկենք որ Աստծո խոսքը որ ամեն օր մենք կսերնենք, ամեն օր որ մենք կգարտանք, Աստված մեզի փոխեր։ Աստված մեզի իրեն նմանցնի։ Սքանչելի հայերի Աստծո խոսքը։ Երբ մենք գաղութենք, մենք կխոսենք Աստծո հետ, մենք բոլորս գիտենք, բայց երբ մենք կգարտանք, Աստված կխոսի մեզ։ Մեր կյանքը կփոխի Աստված։ Մեզի հոգևոր կյանքի մեջ արժե կդառնա։ Մենք Աստծովին հաջողություն ուզենք։ Մենք Աստծովին փառքավաճ կյանք ուզենք։ Բայց մենք այդ վերասկի վիճակին նայենք։ Ավելի միջեր տան։ Մենք այդ վերասկի վիճակին նայենք։ Ինչ կսե Աստծո խոսքը։ Արդարությունը ազգը կբարձրացնե, բայց մեղքը անարգանք է ժողովրդին։ Մենք անհրաժեշտ կուզենք ուրախ լինել, մենք կուզենք ժողովրդով ուրախ լինել։ Ուզելը չպատեր։ Պապակը չպատեր։ Աստծո խոսքը Աստծովին պիտի գարտանք։ Աստծո խոսքը ամեն օր մեր ասկը պետք է գարտա։ Աստծո խոսքը ամեն օր մենք պետք է սերտենք եւ գարտանք, որովհետեւ մեր կյանքը փոխ։ Այնպես մենք մեր իմաստությունով եւ մեր քիծազներով չենք կարող բամանել։ Անիմաստ է մեր կյանքը։ Աստծո խոսքին նյութին նախապանին դերադառնալով։ Հետևաբար եւ մենք ուզենք Աստծովին օրհնվել, Աստծովին առաջնորդվել, Աստծովին հաջողություններ ունենալ, ուրախություն ունենալ։ Ինչ պետք է անենք։ Ամեն մի հայ որ աշխարհի մեջ կա, Աստծո խոսքը պետք է գարտա։ Աստծո խոսքը պետք է սերնա։ Աստծո խոսքին ժամանակ պետք է տրամադրել, որովհետեւ սալարային առաջին 3 ծրագիրներում մեջ չինա։ Հավանությունն է դուրս ելը եւ Աստծո ծրագրի մեջ մտնե, որ գենտանի ծրագիրն է, ճշմարիտ ծրագիրն է, որ Աստծո խոսքն է, որ մեզի ադիգա գուտա, մեր միտքը դեպանա, մեզի իմաստություն գուտա։
Մնաց չունի քիչ այսօր համբերությամբ մի քանի դերեր պիտի գարտամ, որովհետեւ տեսնենք թե Աստված մեզի ինչ թերաթություններ ուտա, իր խոսքը մեզի ինչ թերաթություններ ուտա։ Հեսու մեկվեց, զորացի ու կաչացիտ եղիր, կանցի այս ժողովուրդը գարաշնորհությամբ էլ պիտի ժառանգի այն երկիրը, որուն համար իրենց հայրերուն երդում են։ Միայն թե զորացի ու կաչացիտ եղիր, որովհետեւ իմ ծառայիս Մովսեսին բոլոր քեզի պատվիրած օրենքը պահես ու գադարես։ Մովսեսի քեզի պատվիրած օրենքը պահես ու գադարես։ Անգե ով հետևորդ մտի գրե։ Անգե աչկամ ցախ կողմ մի խոդորիր, որովհետեւ քո ամեն երթալու տեղը հաջողություն գտնես։ Այս օրենքներու քիրքը ու բերնետ թող չզատվի։ Հավաքի շեր, սորեկ անոր վրա մտածե, որովհետեւ բոլոր անոր մեջ գրվածները բահես ու գադարես։ Քանզի այն ադեն Քու կորտերը հրաչ պիտի տանիս, և այն ադեն հաջողություն պիտի գտնես։ Ինչ կհասկանանք, ուրեմն երբ որ մենք Աստծո խոսքը պիտի չգարտանք, և մենք Աստծո խոսքին հերու պիտի ըլլանք, ուրեմն պիտի խոդորենք, ուրեմն պիտի գործենք, ուրեմն հաջողություն պիտի չգտնենք, որքան կուզես, և նվադակն ինչ կուզե թող ըլլա, Ես իմ զավակներուս համար ավակա պիտի շտկեմ, ես իմ ընտանիքիս լավ պիտի նայում, բոլորը լավ են, բոլորը ժամանակավոր են, լավ են տնենք, բայց մեր գետրոնացումը անիգա չէ, մեր գետրոնացումը Աստուծո հնազանդին է, Աստուծո գամքը գադարել է, որպեսի հավիտենական կյանքի մեջ, մենք և մեր զավակները միասին ըլլանք, մենք և մեր հարազատները միասին ըլլանք, Այս օրենքներու քիրքը կուպերնե թող չզատվի, չզատվելու համար պետք է սովորենք, չզատվելու համար պետք է գարտանք, ինչը պետք չզատվի, բերանից պիպանանք ուծենք, Աստծո խոսքին միջոցով մեր բերանը պիտի պանանք, Աստծո խոսքը պիտի խոսենք, Աստծո խոսքի մասին պիտի մտածենք, գիշեր և ծորեք, շարունակենք, Սամոս շատ հետաքրքրական է։ Միջ կգարտայի արդեն բավական օրդոքիներ վայլեցին։ Սամոս 119, 1-16։ Երանի լավ դեղնենք։ Երանի ջամփով ամպիցներուն, որոնք դերոջ օրենքին մեջ կգանեն։ Դերոջ օրենքի ինչ է? Աստուծո խոսքը։ Երանի անոնց, որոնք անոր վկայությունները կբահեն։ Ինչպես վկայություններ պիտի բահենք, եթե չենք գիտեր։ Եթե Աստծո խոսքը չենք սովորած։ Ու բոլոր սրտով զին կխնդրենք։ Ինչպես պիտի խնդրենք, եթե չենք գարտար։ Եթե չենք գիտեր, որ պետք է խնդրենք, ուրեմն պետք է գարտանք, որպեսզի սովորենք։ Եվ անօրենություն չեն գնել, ինչպես անօրենություն չեն գնել, եւ որ կգարտանք Աստծո խոսքը, որ կհասկանանք, որ անօրենություն մեղք է։ Որ Աստծո խոսքին պետք է որ հնազանդենք։ Հավա անոր ջամփաներու մեջ կգանեն։ Ինչպես պիտի գանենք ջամփաները։ Պիտի սովորենք Աստծո խոսքը։ Որպես իր ջամփում մեջ կանեն։ Թուն պատվիրեցին, որ շատ զսուշությամբ քու հրամաններդ բահենք։ Ինչպես պիտի բահենք իր հրամանները, եթե չջանքնանք։ Երանի թե իմ ջամփաներս հաստատվին, քու կանոններդ բահելով, ամեն։ Այն ադեմ պիտի չամաչնամ, երկու բոլոր պատվիրանքներուդ զսուշություն ունեմ։ Պիտի չամաչնամ, որտեղ շատ անգամ մենք Աստծո խոսքերը որ չունենք ասելով մարդոց արչև մեր արարքներով, մեր խոսքով և մեր վարմունքով պիտի ամաչնանք։ Բայց երբ մենք Աստուծո խոսքը գիտենք, ինչ կսե, պիտի չամաչնանք։
Երկու բոլոր բատվիրանքներուդ ըսուշությունն են, բիդի չամաչնան։ Բիդի կովեմ քեզ ուղիղ սրտով, երկու արդար տադաստանները սորվին, ինչպես պիտի սորվին իր արդար տադաստանները, իր խոսքեն պիտի սորվին, արդար տադաստանները, քու գանոններդ պիտի բահեն, զիս բոլորովին միտով, ինչ եմ գսել որ զիս բոլորովին միտով, որտև գիտե որ Աստված ապահով է, գիտե որ Աստված զինք գարաչնորդ է, զինք ղեկավար է, սիրելի մեր Դավիթը։ Կշարունակենք սա երդասարտը ինչով մաքրել իր ճամփան, քու խոսքիդ ամենալ անոր սուշություն։ Ինչպես պիտի մաքրեմ իմ ճամփաս ես ովդեր, գիտեմ որ բիղձ եմ, աղոտ եմ, մեղքերով ես, ինչով պիտի մաքրեմ ովդեր։ Ոս երդասարտներուն է նաև մեզ մեր յուրաքանչյուրիս է։ Քու խոսքիդ ամենալ անոր սուշություններով։ Իմ բոլոր սրտովս խնդրեցի քեզ, ինչպես պիտի խնդրեմ։ Եթե չեմ ճանչնած Աստված իր խոսքի միջոցով։ Մի տողորզիս, որ քու պատվիրանքներդ մոլորին։ Իմ սրտիս մեջ վայեցի քու խոսքերդ, հալելույա, որպեսի չմեղանչեմ քեզ իդեմ։ Ամեն։ Օրդնյան ես տուն ովդեր, սորվեցուն ինձի քու գանոնները։ Իմ շուրտուկներովս պատմեցի քու պերմիտ փողով պատվիրանքները։ Հալելույա։ Քու վգայություններուդ ջամփով ուրախացա, որպեսի ամեն գեր հբարդությունով, որպես ամեն գեր հբարդությունով, ահարստությունով, ներողություն։ Քու հրամաններուդ վրայով պիտի մտածեմ, քու հրամաններուդ վրայով պիտի մտածեմ, եւ քու ջամփաներդ պիտի դիտեմ, քու գանոններովդ պիտի ուրախանամ, քու գանոններովդ պիտի ուրախանամ, իմ ուրախությունս քու գանոններդ է, իմ ուրախությունս քու խոսքդ է, դու ես որ ինձ ճշմարիտ ուրախություն մտած, քիչ առաջ իշխեցին, եւ քու խոսքդ պիտի չմոռնամ։ Ամեն։ Ինչպես պիտի չմոռնանք եթե չսորվինք։ Պետք է սորվինք, որպեսզի չմոռնանք։ Պետք է Աստծո խոսքը մեր ամենօրյա մեր լեզվափարությունը լա, ինչ կուզեք բարեր շարեցեք։ Աստծո խոսքը մեր ամենօրյա խոսքը մի դլա։ Մեր այոն այո մի դլա, մեր ոչը ոչ մի դլա։ Մեր անգերց սերը ներկայացնենք բոլորին, որպեսզի մարդիկ Աստծո դառնան եւ Աստծո խոսքը սերտեն եւ գարտան։ Շարունակենք քիչ մնաց քիչ միևս ծրան վերություն ուզամ կխնդրեմ։ Դարձյալ 119-97-ն 105 Որչափ կսիրեմ քո օրենքը։ Այն է ամեն օրին մտածությունս։ Որչափ կսիրեմ քո օրենքը, ովդեր։ Քո պատվիրանքներդ զիս իմ թշնամիներես իմաստուն, հալելույա։ Գիտեք, թշնամիներուն վարվիլը իմաստություն ուզել։ Հագարագործներուն այդ վարվիլը Աստծո խոսքին ճշմարտությունը յուրացնել պետք է։ Այլևս դու թշնամի հետ միան գրնաս գրվել։ Այլևս միան թշնամի հետ գրնաս հագարագիլ։ Բայց Աստծո խոսքը ինչ կսե, մեն խոսքը վարությունը իջեցնե։ Ասի իմաստություն է, ասի Աստծո շնորհք է։ Մենք թշնամին հետ միան գրվել, որպես մարդ գրնանք գրվել միան։ Գրնանք սպաննել, ողջ է զենքով չենք սպանել, բայց գրնանք խոսքով սպանել։ Գրնանք դքիլության սպանել մեր թշնամին։ Բայց հետաքրքրական է Աստծո խոսքը։ Ամեն քեզ ճամփայի իմ ոտքերս ետ քաշեցի։ Որպեսզի քո խոսքը բայ։ Աստծո խոսքը մեզի քեզ ճամփաներեն կբայ։ Քո տարաստաններդ չխոդերեցա, բասնսի տուն սովետուսի ինձի։ Որ չափ քաղցրե քո խոսքը դիմքիս, մեղրել ավելի անուշ է իմ բերնիս։ Քո հրամաններով իմաստուն եղա։ Քո խոսքերով քո հրամաններով ես իմաստուն եղա անոր համար։ Սուտյան ամեն ճամփա ադեցի։ Խոսքը ինձ սորվեցուց որպեսի սուտությունը, գեղձիկը, հողությունը, անարագությունը վերցրի իմ կյանքես։ Խոսքը ինձ սորվեցուց։ Հալելույա կուսուտ։ Ամեն։ Խոսքը իմ ոտքերուս ջրակես ու իմ շավերներուս լույս։ Հալելույա Իսուս։ Դակավինգա ինչեր կրած ենք։ Այդ 29 Քու վգայություններդ զարմանալի են։ Անորամարի մանցս զանոնք կբահե։ Քու խոսքերուն հայտնվիլը լույս կուտա։
աչքիս արջերը կպանա, աչքերուս լույս կուտա, քո խոսքերուդ հայտնվելը լույս կուտա, ու միամիտները իմաստուն գնե, հալելույա, միամիտը մոտեր, ես աղկատ եմ և նրան իմ մոտեր, Իմաստուն վեծիս։ բայց քո խոսքը ինձ իմաստուն, Հալելույա։ ինձի սորվեցնեղներեն ավելի ալ իմաստուն գնե, իմ բարումներես, օրիորդներես, ուսուցիչներես, վարտավետներս ավելի իմաստուն գնե, Հալելույա։ ամեն, Ամեն։ սիրելի եղբայրներ և քույրեր, Յանքի մեջ է նպան մգա, որ իրականություն և ճշմարտություն է, և մեզ հետ պիտի երթա, մեզ հետ պիտի մնա, մեզ հետ պիտի ապրի, անավասով խոսքը։ Ամենը փուջ է, ամենը սուտ է, ամենը հոս պիտի ծնվի, ամենը հոս պիտի մնա։ Բայց Աստուծո խոսքը մեզի կյանք պիտի դա։ Ներկա կյանքի և ապակա կյանքի խոստումներ ունի Աստուծո խոսքը։ Ամեն։ Թող դեր արադավես օրտեց։ Քեզալ եղբայր։ Դերը օգնե որպես իրական հնազանդ ծավակներ գարտանք ամեն օր, սերդենք, Կատարենք։ հասկնանք, գադարենք մեր կյանքի մեջ, որպես մեր կյանքը լուսավոր է լատերոջում, որպես գարնանք այդ ճամփան, որ մեր աչքին արջև դրած է Հիսուս ճամփան, որպես իրան որպես հնազանդ ծավակներ, բտղապեր օգնապեր ծավակներ, Ամեն։ մեր հողները խոնարից են, կարճ աղոթանենք։ Անուն հոր և որդու և ոգին սպուաննեմ։ Դեր որքան կսիրես կու զավակներըդ։ Դեր թուն սեր ես, և սերը կեզ մեկը պխի դեր։ Դեր շնորհակալ են կեզ այս սկանչելի օրենքներու խոսքիդ և աստվածաշունչին համար, որ մեր ցերկերու մեջ դրած ես։ Հայ քեզի բարք ուտանք և շնորհակալություն կհայտնենք, որ մեզի ճշմարիտ ջամփում մեջ կառաջնորդեք խոսքդ։ Եվ մենք անիկա դեր գնդունենք ուրախությամբ, և ուզենք գարարել անիկա քո անվանդ բարքի համար։ Հայ օգնե մեզի, որպեսզի միշտ և միշտ գարենանք քո անունդ փառավորել, քո խոսքիդ հնազանդելով դեր։ Թեպետ դեր գնալա, որ մենք վնասներ տեսնենք, թեպետ մենք կգարձենք, որ վնասներ կտեսնենք դեր։ Բայց դեր մենք գիտենք, որ էլ մենք քեզի կհնազանդենք, մենք քեզ կշահենք որդեր։ Եվ նամարեր զորացուր եղբայրներս և քույրերս, զորացուր ամենանում, որով մեզ գտիգեն դեր։ Օգնե որպեսզի դեր, բոլորս միասին, Աստծովին ընդունենք քեզ դեր, Աստծովին հնազանդենք քեզի, Աստծովին գարտանք ու խոսքը, սերդենք ու խոսքը ամեն օր, որպեսզի ամեն օր խրատվենք, ամեն օր դաստիարակվենք, ամեն օր շտկվենք, որպեսզի հասնենք սրբության կյանքի, քո անունդ փառավորենք։ Շնորհակալ ենք ետնավորել այս արիթին համար, փառք, պատիվ, ողջույն ու շնորհակալություն։ Հիսուսի անունով խնդրեցինք։ Ամեն։